ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ, մերսի։ Ուրեմն, այն կարևոր նորությունը, որ ես ուզում էի ձեզ ասել, ես կա ժամանակ չեմ ասել, հիմա ասում եմ, անշուտ հիմա դուք արդեն վիդեոյով ամեն ինչ կտեսնեք, բայց ես վերադառնում եմ Հայաստան։ Իսկ թե ընդհանրապես ինչի տենց եղավ, ինչ էր եղել եւ այլն, այդ ամեն ինչը մեկ այլ ուրիշ վիդեոյում դուք կտեսնեք արդեն, նենց որ հիմա ուղղակի իմացեք, որ գնում ենք Հայաստան, իսկ ես այն օրն է, երբ որ մենք վերջին անգամ աշխատանքի ենք գնում, որովհետեւ վաղը արդեն մենք դուրս ենք գալու, ու գալու ենք ավտոբուսով։ Իսկ այսօր դուք արդեն պատրաստական եք բոլոր աշխատանքները, ես աշխատանքից, Դիանը տանից, այդ վիդեոները ընդհանուր կտեսնեք, հիմա գնացի մտածեցի ավտոբուսից էր, ուրեմն երեխեք ջան, վերադառնում ենք մենք Հայաստան, նախ որովհետև այստեղ չենք սիրում ոչ մեկս, մանավանդ ես, ու հետո էլ չգիտեմ, Հայաստանում ավելի լավ է ամեն ինչը, ես գտնում եմ, որ պետք է ես ապրեմ Հայաստանում ու դրա համար վերադառնում ենք։ Այս հարցը մեր տանը շատ է քննարկվել ու ոնց որ հիմա այդ ամեն ինչը լուծված է ու մենք գալիս ենք ետ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հիմա ես գնում եմ աշխատանքի, բայց վիդեոներ դուք տանից կտեսնեք այսօր Դիանն էլ անելու, նենց որ հանգիստ եղեք, ամեն ինչ կտեսնեք, ամեն ինչ կիմանաք, ամեն ինչ շատ լավ է լինելու, վաղը մենք դուրս ենք գալու ժամը 1-ին, ցերեկով ու այդ ամեն ինչը մինչև Երևան հասնել, այդ շրջանը, ոբշեմ, ամեն ինչը դուք կտեսնեք, նենց որ good luck։ Ուրեմն ժամը համարյա 10-ն է, ես արդեն հասել եմ աշխատանքի, հասնում եմ աշխատանքի, բայց ինչ կատարվեց իմ հետ, ես տնից դուրս գալուց ասացի մոտս փող կա թե չէ, ասացի հա կա, ու դուրս եկա, էլ չեմ նայել կա, չկա, պարզվեց մտես փող չկա, լավ այդ ավտոբուսի վարորդը տենց շատ ջղային մարդ չէր, մի խոսքով, ասաց ես ինչա, հասել եմ տեղ, այնքան շատ եմ սեց լարված, հուզված, ուրախացած, excited, ոբշեմ ամեն ինչ սենց խառնված, որ մոռանում եմ տենց բաները, ասեց հաջորդ անգամ, ասեցի օքեյ, անպայման հաջորդ անգամ։ Ուրեմն խարցից դուրս եմ եկել, գնում եմ մի հատ տուն քարտ կա, էլի մի հատ վերցնեմ, դա հետ կա մամա ինձ մոտ, որ ինչ պետք է առնենք արդեն, շո գնանք տուն։ Մթով լավ չի նկարում հեռախոսս, ինչ արած ժողովուրդ ջան, գիշեր է արդեն գիշեր է, մենք կես ժամից գնում ենք տուն, ես այնքան երջանիկ եմ, որ մենք կես ժամից գնում ենք տուն, չեք կարա պատկերացնենք դուք ուղղակի։ Սկով ժողովուրդ ջան, ամբողջ օրը աշխատել եմ, մի րոպե չեմ նստել, այսենց մեռած վիճակ է իմ մոտ, ու ես չգիտեմ վաղը ոնց եմ այդ ամեն ինչը անելու, բայց ինստայի վիդեո եմ ուզում նաև նկարեմ, տենց վիդեոներ շատ եմ նկարել, նու ասենք որ վիդեոն լինում է, դու հետևից խոսում ես, սենց բան, բայց երբեք լավ չի ստացվել, ուզում եմ այս անգամ մի քիչ ավելի լավ ստացվի, ու թեկուզ եթե ինչ-որ չափով վատ էլ ստացվի, ուզում եմ պահեմ, ու տենց։ Ժողովուրդ ջան, ես արդեն հասել եմ տուն, մոտ 11-ից կեսա ժամը, մերոնք արդեն ամեն ինչ հավաքել են, պատրաստել են Հա ինչ էի ասում, մերոնք արդեն ամեն ինչ հավաք է պատրաստել են, մնում է վաղը արդեն որ գա, մենք արդեն տենց ինչ մանր բաներ կա դրանք հավաքենք և լքենք այս տունը, այս երկիրը և վերադառնանք հայրենիք, այո, իսկ հիմա ես ահավոր հոգնած, ջարդված, սատկած, լղճված, ասենց չգիտեմ էլ ինչ բառերով բնութագրեմ իմ վիճակը հիմա, այդ ամեն ինչ այսպես ուտակված, ես ուզում եմ հանգստանալ, այո գնամ հանգստանամ, քնեմ, վաղը կտեսնվենք։
Ողջույն սիրելիներս, բարի լույս։ Ուրեմն ես արդեն արթնացել եմ, ժամը մոտավոր 8:40 է, բայց պետք է պատրաստվել, հագնվել, в общем, հավաքել այստեղ ամեն ինչ պետք է պատրաստել, որտեղ մարդ ես կարող է այդ վարորդը, որ պետք է մեզ տանի, գալու է այս հատվածից տանի, շուտ զանգել, որ պետք է գնանք և պատրաստվենք, այո։ Հելո։ Ուրեմն ժողովուրդ ջան, այսենց որոնգնել է։ Այսենց հավաքված ամեն ինչը արդեն սպասում ենք ժամը գա, որ դուրս գանք, ես էլ սենց բոժի նման կոսով լեն այսենց իմ համար հավաքված գնում եմ խիմ լոցում չգիտեմ, ամեն շատ լավաբեց в общем, ես հեսա պետք է փակենք և այդպիսի բաներ Hello Գնացինք Իժամից Հելո պուպսիկի Բա որ կարմ ես սենց խոսած ինչի չես խոսում Ուրեմն ես չեմ կարող խոսել Երեխեք ջան ուրեմն ձեն որ ասել եմ դու տնից վիդեո կանես որովհետև ես տանը չեմ լինելու ուրեմն զանգել է ինձ ասում է Լիոն ինչ պետք է ասեմ սկիզբը ոնց պետք է սկսեմ ու հետո իշխան վիդեոն ուղարկում ասում է հələ տես լավ է ասում Ձյան ջան մի հատ թուլացի relax հանգիստ քո ձևը ոնց կարող ես խոսաբան բայց նորմալ չգիտեմ Ասում եմ, ես չեմ կարող, ասի դու կարող ես, այո, դու կարող ես Եվ ես չկարողացա Բաց եմ ես Սկով ունենք գնում Մենք հիմա գնում ենք եկեղեցի, որտև դեռ ժամանակ ունենք Որոշեցինք գնանք եկեղեցի, աղոթենք Որովհետև իմ մոտ, իմ պահով ասեմ մենակ Երբ որ ինչ-որ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենա կամ ինչ-որ լավ բան արդեն տեղի ունեցել է ես պարտադիր պետք է գնամ եկեղեցի, աղոթեմ, շնորհակալություն հայտնեմ Աստծուց այդ ամեն ինչի համար եւ նոր շարժվեմ առաջ, որովհետեւ այդպես ավելի ճիշտ է ու այդպես ես գտնում եմ որ ավելի լավ է ամեն ինչ ընթանում հենց որ հիմա գնում ենք եկեղեցի որ դուրս ենք եկել սպասում ենք որ տաքսին գա մեզ տանի բոլորը շատ խորն են Բոբ ջան, սենց շուտ մեզ բերար հասցրար ստեղ ինչի համար, հիմա ինչ ենք անելու ստեղ այդքան 40 րոպե սպասենք մինչև կան հասնեն Էտա Ման նստած սպասում ենք Արդեն մի ժամ երևի կլինի, սպասում ենք, որ այդ ավտոբուսը գա Ասո Որ գնանք Վերջ Ոչմ ժողովուրդ ջան սպասում ենք, ես անկեղծ չեմ սիրում սպասել, իմ համար դա կատաստրոֆա է, ոտում եմ սպասելը, մի խոսքով, սպասում ենք, որ ավտոբուսը կա, որ գնանք, դանա էներգետիկա ուզում, էներգիա քիչ ունի, ուզում է խմի, ավելի շատ էներգիա ունի, որ ներվեն ավելի շատ ուտի, Եվ այդպես Ժողովուրդ ջան վերջապես ավտոբուսն եկավ Արդեն շարժվում ենք Չեմ հավատում գալիս եմ Ուրեմն մենք արդեն տեղում ենք Քեզ ինչ եմ ասել Չէ ես քեզ ինչ եմ ասել Մի արա Մի նկարեք Հենց կուզերս էի հասել ենք Ձյանը բարբարը մեն չի կարող Ով ասել են, ես ամեն տպիկա Ուղղություն կանքնել ենք մի քիչ
հացուտենք, չգիտեմ, ոչմ։ Որ հետո նոր շարունակվենք։ Դիանա, Պապանել է վլոգանում։ Արի դիր։ Դիանա, Ես չեմ կարա, դու դիր։ Դիանա, անջատի։ Դու Ես ու պապան վլոգ ենք անում, էլի, ոնց որ։ Այո, վլոգ ենք եկել։ Ամեն Ay pap, halo zero bala. Simno, Leon, Simno. Lava ansınım Leon. Ուրեմն ժողովրդյան սատկած, մեռած, ճախալված ու այդպիսի մազեր ես արում ձգուժանց փախածնեմ ու Սամելյանն է, ծանոթացեք, չգիտեմ ինչ ան։ Ուրեմն ժողովուրդ ջան, կանգնել ենք, զապրովկա անենք եւ այդպիսի բաներ, նոր շարժվենք, ուրեմն գնում ենք Ռոստովով, հիմա ինչքան գիտեմ Ռոստովում ենք ու մեջով չենք ասնելու իհարկե, բայց в общем տենց հողքով գնալու ենք շատ սիրուն է, այս կողմը վրա հելենայեք նու քաղաք տենց հեռվից երևում է շատ սիրուն, բարձր շենքերով եւ այլն ու այդպես ուրեմն ժողովուրդ ջան, սենց սպասում ենք, մարդիկ պետք է նոր գան եւ մի խոսքով նոր մարդիկ են գալիս, նոր շարժվենք, այստեղից չգիտեմ ինչ է երևում, բայց ամեն դեպքում նայեք Վայ, ես մեծ ավտոբուսներից ստեղ կարդեմ, իսկ մեր քաղաքում, Սիզրանում, որտեղ որ մենք ենք, սենց ավտոբուսներ չկային Ինչու So, why Ինչ որ է, գնում ենք հեսա Պատմի քո զգացողությունների մասին Պատմի Պատմի Արա, ասել եմ կողից ես, մի նկար Ասենք հորս արև թե երկից են լսվում Ժողովուրդ Էսաները զուտ մազերս էի հավաքում մնաց դերս Ուրեմն հիմա սենց 100%-ով հասել ենք Վոլգոգրադ Այստեղ գեղեցիկ սրտիկ ունենք Այս կողմում գտնվում է քաղաքը եւ այդպես շարունակ հիմա այստեղ կանգնել ենք մի քիչ հանգստանանք հաց ուտենք եւ այլն հետո նոր արդեն շարժվենք բայց այս անգամ հաստատ Վոլգոգրադ ենք հասել 100% Խնդրեմ դե կպայս մոտոտ Ժողովուրդ գնում ենք դեր ահա որ այս ավտոբուսի մեջ քնելը չի ոգել Մատյանի քնելը Փորձում եմ Չոս ասել ու կաղնեսի են Միշտերնա դզել Մի խոսքով Դեր գնում ենք Ահա որը շատ ես ավտոբուսի մեջ քնել ինչի ասում Դեր պետք է գնանք First meeting եկում որը շատ գիտեմ Սուբոտա Հաչիկ եմ ուզում Ձիանցնց լավն է Սենց
Մի խոսքով բարի սիրելիներս ուրեմն այստեղ չեմ արթնացել, նորմալ չեմ քնել, շատ վատ եմ հոգնած եւ այլն, կանգնենք հիմա, վատով կանենք, սովորությամբ։ Չեմ Շնայս կնենք, մի խոսքով արգելիներս այդենց, ամեն շատ վատ եմ, ուտելից հոգնած եմ, բայց դե ամեն դեպքում այսա գնանք ուտենք, չգիտեմ որ ենք հասել, դեռ աշքան կա, բայց ամեն դեպքում հուսամ ամեն ինչ լավ կվերջանա, ներես տենց որ գնած ջանս կդառնա չգիտեմ ինչ շատ ահավոր ամեն ինչ Գիշերվանից հետո այս առաջի անգամն է որ կանգնում ենք դուրս են գալի դեպոտով պատկերացրեք Ուրեմն ժողովուրդ ջան եկել են կանգնել մի քիչ ոնց որ հաց ուտենք ռեստորանից մեռանք Լիանա բա տենց կանеш հաց ուտենք, հանգստանանք, կոֆե խմենք, նոր շարժվենք, այս մի հացի ինքնից ճաշանի նման տեղ է, այս ձյանն այս հետ, վաշում, հա, մամ, պրյամա էֆիրա, այդ հանել ես այդ ենք չես հանը Մի խոսքով այսենց հոգնաժարդված գնում ենք, դաժր սահմանին չենք հասել, մի ամբողջ օր է, մենք արդեն մենակ Ռուսաստանում ենք խիռում, խի, չենք կարը, արդեն կարծենք սահմանը անցածն ենք եղբայր։ Երեխեք մորոզնի, շոքվա։ Պապ ծառով արա։ Ոչ խարի պես, արա։ Ոչ խարի պես։ Գնում ենք Վլադիվաստոկ ենք հեսա հասնելու 80 մետրից։ Խեք սենց հորած խոսում, նրա բացատներ, հանձի եմ։ Չի, ծովիկ էր արը։ Մի արա։ Հաղոզնի։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք այս ռուսական տախոժնացանք, ուղղակի այստեղ նկարել չի կարելի, դեման ես չեմ նկարել, խելի մոմ է հեռուստացական մեծ։ Ուրեմն այս իմ հեռուստով չեմ նկարում հիմա, որովհետև այդպիսի բաներ ժողովուրդ ջան, որ չգիտեմ սրանով։ Ինչ դնեմ։ Վա։ Մի խոսքով, հիմա արդեն Վրաստանում ենք, գնում ենք էլի ոնց է Վրաստան։ Շատ սիրուն այս քորերը։
Ժողովուրդ ջան, այս տամոժին էլ անցանք վրացական։ Հիմա սպասում ենք այստեղ բոլորը հավաքվեն, որ արդեն շարժվենք։ Տեսնու նկարից ինձ նայում։ Արհամարից և գնաց, շնորհակալ։ Մի խոսքով, քանի որ նկարել չէր կարելի ներսում եւ ռուսական սահմանը անցնելուց, դրա համար ոչ մի բան չեմ նկարել, բայց ամեն ինչ շատ լավ է։ Մենք անցել ենք, հիմա սպասում ենք մնացած բոլորն էլ գան ու արդեն շարժվենք, բայց երեխեք այնքան սիրուն է այս բնությունը, այստեղ այս ժոյրերը, բոն, հլը, ինչքան սիրուն է, որ չգիտեմ։ Այն որ շատ սիրուն է։ Ես էլ անեմ։ Ես ինձ գնամ, հենց դա շին գնալու։ Պոտենցիալ։ Փորձում ես էլ անեմ, մի րոպե։ Ժողովուրդ, ուրեմն ուզում եմ ձեր համար նկարեմ Թեֆլիսը, որ տեսնեմ, թե ինչքան գեղեցիկ է ամեն ինչը, բայց չի ստացվում, որովհետև մութ է ախպեր։ Ասեք ինչու մենք պետք է մութով հասնեինք ստեղ։ Այնքան սիրուն է, չեք պատկերացնի, բայց չեմ կարող նկարեմ։ Սենց ցույց տեսեք։ Սենց մի քիչ ցույց տեսեք, բայց հեռախոսս եք տեսնում, հավաքիով։ Ամեն դեպքում Ոյ միջելը Snapchat-ով եմ նկարում այս կադրը, որովհետև սովորական կամերայով սենց լուսավոր չի լինի։ Բա, էտա։ Վերջապես ավարտեցինք այս հարցակնությունները, այս հայկական սահմանին կոնկրետ չասեմ։ Ավոր աստեղ։ Տեղերը նորմալ գալիս ես հասնում ես հայկականին, քրքրում են վերին աստիճան, նոր ասում դե կարակ գնանք։ Մի խոսքով, ավարտեցինք, հիմա արդեն գնում ենք, հենց ժամանցման արդեն կհասնենք տեղ։ Տես շարժվում ենք արդեն։ Լիմոնադ կխում ես։ Սոված ծարավ, ոչ հիմա մոտերներից չի մնացել, չգիտեմ, մի հատ բառից կախվում են ընդամենը ու մարդուն կարան պահեն ժամերով, չգիտեմ, շատ ահավոր է, վերջապես ավարտեցինք և գնում ենք։ Որտեղ ոչ մի վիդեո չեմ արել, որովհետև չի կարելի նկարել, չեն թողնում որպեսզի նկարենք ու հետո էլ չգիտեմ, հարմար չի լինում էլի ոնց որ այդ վեշերն էլ բան հետ չի ստացվում, որ կարնաս վիդեո անես, դրա համար ոչ մի վիդեո չեմ արել։ Դե ինչ ժողովուրդ ջան, մենք արդեն հասել ենք, ամեն ինչ շատ լավ է, հոգնած ջարդված ենք, բայց դա ոչինչ, ամենակարևորը որ ամեն ինչ լավ է, մենք Հայաստանում ենք և լավ ու հետաքրքիր վիդեոներ շատ հաճախակի կլինեն, հենց որ սպասեք։ Մեկ էլ, քանի որ մենք այսքանով ավարտում ենք մեր այսօրվա վիդեոն, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակի վրա, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հետաքրքիր վիդեոներ և անպայման ֆոլոուերեք իմ սոցցանցերին, որտեղ ես արդեն ավելի ակտիվ եմ լինելու։ Կտեսնվենք, բայ բայ։